2025 թվականի տվյալներով հիփոթեկային վարկի դիմաց վճարված տոկոսների գումարի վերադարձի ծրագրից այժմ օգտվում է 62,000 քաղաքացի, նախորդ տարվա 50,000-ի փոխարեն։ 12,000-ով շահառուների թվականակը աճել է եւ շահառուների թվականակի աճով պայմանավորված տարվա ընթացքում անհրաժեշտություն է եղել միջերամսյակային վերաբաշխումներ անել գումարների, մասնավորապես 25 թվականի բյուջեով 84 միլիարդ ենք նախատեսած եղել եւ այդ 84 միլիարդից արդեն հունվար-սեպտեմբեր ամիսներին 70 միլիարդ ծախսել ենք։ Հաշվի առնելով պրոգրեսիվ այս աճը, կառավարության քննարկմանը ներկայացված պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով առաջարկվում է եւս 12,5 միլիարդ դրամով ավելացնել ծրագրի ֆինանսավորումը պետական բյուջեի առանձին ծրագրերի խնայողությունների հաշվին։ Տարվա արդյունքում կհասնենք մոտ 100 միլիարդ դրամի, ավելի կոնկրետ 97 միլիարդ դրամի եւ դա նշանակում է ըստ էության կանխատեսվում է այս պահին մոտ 28 միլիարդ դրամով ավելացում 2024 թվականի համեմատ, որը որպիսի աճ կամ նմանատիպ աճ երբևէ չի գրանցվել այս ծրագրի մեկնարկից ի վեր։ Թե ընդհանուր առմամբ որքան է կազմում հիփոթեկային վարկերի ընդհանուր պորտֆելը, Պետեկամուտների կոմիտեի նախագահը հստակ թիվ չհրապարակեց։ Նշեց, ըստ վերլուծությունների, առաջիկա 1-2 տարվա ընթացքում աջակցության ծրագրի ծավալները կպահպանվեն նաև Երևանից դուրս իրականացվող շինարարությունների հաշվին։ Նախագիծը հաստատվեց։ Գործադիրը հաջորդ թիվ հավանության արժանացրեց նաև Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող տեխնիկական գործակցության մասին համաձայնագիրը։ Նախագծի զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հավաստմամբ համաձայնագրով Հայաստանին տրամադրվելու է գրանտային օժանդակություն։ Սա գրանտային օժանդակություն է, վարկային միջոցներ չեն։ Մասնավոր տնտեսության զարգացում եւ նախնական եւ միջին մասնագիտական կրթություն Հայաստանում մինչեւ 6,1 միլիոն եվրո, կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացմանը մինչև 6,1 միլիոն եվրո, Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացում մինչև 3,1 միլիոն եվրո, ուսումնասիրությունների եւ մասնագետների հայաստանյան ֆոնդեր մինչև 0,3 միլիոն եվրո։ Այսպիսով, ԳԴՀ կառավարությունը համաձայնագրի առաջին կետով ներկայացված վերոնշյալ 4 ծրագրերի իրականացման համար տրամադրում է անձնակազմային եւ դրամային ու ոչ դրամական ծառայություններ ընդհանուր 15,6 միլիոն եվրո արժեքով։ Նշված ծրագրի կատարումը ԳԴՀ կառավարությունը հանձնարարում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը GIZ-ին։ Սույն ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատելու են տարբեր նախարարություններ առանձին կամ համատեղ ջանքերով։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցին ի պատասխան նշեց Պապոյանը, հավելելով Հայաստանը շահագրգռված է ընդլայնել եւ ամրապնդել Գերմանիայի հետ գործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով։ Էկոնոմիկայի նախարարը մեկ այլ նախագծով էլ ներկայացրեց կառավարության որոշումը ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շարունակման վերաբերյալ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ այսօրվա դրությամբ արդեն իսկ ունենք շուրջ 60 հեկտարի հայտ, որից 15 հեկտարը ըստ էության մինչև տարեվերջ ամբողջովին ավարտված կլինի, իսկ 45 հեկտարի աշխատանքները ընթացքի մեջ են։ Այսպիսով արձանագրում ենք, որ կառավարության կողմից սահմանված թիրախը ոչ միայն կատարվել է, այլ նաև գրեթե կրկնապատկվել է։ Սույն նախագծով առաջարկում ենք ծրագիրը դադարեցնելու փոխարեն շարունակենք ջերմատնային ոլորտի զարգացման աջակցության ծրագիրը նոր պայմանով, այն է 2% սուբսիդավորվող տոկոսադրույքի նվազեցում։ Ծրագրի նոր պայմաններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից։ Ծրագրի շրջանակում կսուբսիդավորվի տրամադրվող վարկի մինչև 3 միլիարդ դրամ գումարի մասնաբաժինը 8%-ային կետով, տրամադրվող վարկի 3-ից 9 միլիարդ դրամի գումարի մասնաբաժինը 7%-ային կետով, տրամադրվող վարկի 9 միլիարդ դրամից ավել մինչև 15 միլիարդ դրամ գումարի մասնաբաժինը 6%-ային կետով։ Հիշեցնեմ, որ ծրագրով սահմանված է նաև 12 ամիս վարկի մայր գումարի եւ տոկոսագումարների արտոնյալ ժամկետ, վարկի մարման ժամկետը 8 տարի է։ Այս նախագիծը եւս ընդունվեց։ Իդեպ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 31 հարցից 28-ը չզեկուցվող էր։ Նիստը վարում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ձյանը Դավթյան, Free News, Ազատ լուրեր։